Բարև ձեզ, Factor TV յուրը քաղաքագետ Գոռ Պետրոսյանն է, ողջույն պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի 17 դրույթները, բայց խառնակ միջազգային իրադրության պայմաններում, եթե չասենք քաոսային, երբ որ քչերն են սկսել մտաբերել միջազգային իրավունքի մասին, պետությունների միջև ընդհանրապես կոնֆլիկտների լուծման այս հարթություններում Ռուսաստան, Ուկրաինա, Գազա, Իսրայել եւ այլն, եւ երկու սցենար են նշмарվում մեր պարագայում, որ Ադրբեջանը ամեն պարագայում Հայաստան վարչապետի այսօրվա առաջարկը կընդունի եւ կգնա ստորագրման, ունենալով լրացուցիչ պահանջներ, բայց դրանք մի կողմ կդնի կստորագրի, մի քիչ ավելի վատատեսական սցենարը այն է, որ կամ չի ստորագրի եւ լրացուցիչ պահանջներ կշարունակի բարձրաձայնել, կամ կստորագրի, բայց դրանով հանդերձ, այսպես ռազմական ագրեսիոն գործողություններով կպահանջի այդ լրացուցիչ պայմանների կատարում։ Դուք ինչ եք տեսնում եւ սպասում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Գիտեք, Ռոբերտ, անչափ հետաքրքիր է թեման առհասարակ տեսական առումով, որովհետև սովորաբար միջազգային պայմանագրերը, միջպետական խաղաղության պայմանագրերը կնքում են պատերազմներից, փոթորիկներից հետո եւ առհասարակ միջազգային նորմերը գալիս են ամրապնդելու այն իրողությունները, որոնք որ եւ այն իրավիճակը փաստացի, որը որ գոյություն ունի։ Եթե նայենք համաշխարհային պատմությունը, նման իրավիճակները պարբերաբար են կնքվել, հա, եւ հայ-ադրբեջանական պատերազմը այդ պատմության շղթայի մի մասնիկը կարելի է համարել։ Այստեղ սակայն կարևոր է արձանագրել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում եւ մանավանդ մեր տարածաշրջանում այդ իրողությունները կանգ չեն առել, դրանք շարունակում են աստիճանաբար փոփոխվել։ Եվ եթե 2-3 տարի առաջ ադրբեջանցիները իրենք էին ցանկանում, խնդրում, պահանջում, որպեսզի Հայաստանը համաձայնվի խաղաղության պայմանագրի կնքմանը, ընդ որում հիմնական բանավեճի առարկան Լեռնային Ղարաբաղն էր, Արցախի հանրապետությունը այդ ժամանակահատվածում, ապա այսօր Ադրբեջանը ուղղակի ունի անհամեմատ ավելի բարենպաստ իրավիճակ։ Թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ եւ թե ուժերի հավասարակշռությունը Հայաստանի Հանրապետության հետ ի նպաստ Ադրբեջանի եւ Ադրբեջանը ցանկանում է մաքսիմալացնել, շարունակաբար մաքսիմալացնում է ճնշումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որպեսզի առավել շատ զիջումներ կարողանա կորզել։ Այստեղ այնինչ վերաբերում է նաև խաղաղության համաձայնագրի վերջին կետերին, դարձյալ մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է որոշակի զիջումների զսպելու համար, դիվանագիտորեն զսպելու համար Ադրբեջանի կողմից ուժի կիրառում, իսկ այն որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հետ բացահայտ խոսում է ուժի սպառնալիքով, ակնհայտ է բոլորի համար, սակայն այդ ուժի սպառնալիքի դեմն առնող իրավական եւ կամ նաեւ այլ միջոցներ այս պահին շատ դժվար է գտնել։ Այս տեսանկյունից այն հայտարարությունները, որոնք որ հնչում են Հայաստանի Հանրապետության կողմից, հիմնականում ուղղված են դիվանագիտորեն Ադրբեջանի հռետորաբանությունը, ինչպես նաեւ նրա կողմից հնարավոր ուժի կիրառումը զսպելու համար, որպեսզի նշված իրավիճակում Հայաստանը գտնվի հնարավորինս մաքսիմալ կառուցողական, իսկ հակառակորդ կողմը այնքան էլ բացահայտորեն ցույց տա իր ոչ կառուցողական մոտեցումները, հա, սակայն միայն կառուցողական Երևանը բնականաբար զսպման բավարար միջոց չէ, հա, եւ մասնավորապես ժամանակակից աշխարհում մենք տեսնում ենք, որ օրինակ մեր տարածաշրջանի հարևան տարածաշրջաններում, լինի դա արևելյան Եվրոպայում, թե մերձավոր արևելքում, ուժեղ պետություններին առիթ եւ պատճառ պետք չէ իրենց սեփական նկրտումները ուժի միջոցով լուծելու համար։ Եվ ադրբեջանցիները մեկ անգամ չէ որ չեն թաքցրել, դա եղել է 2021 թվականի մայիսին, նոյեմբերին, 22 թվականի սեպտեմբերին, երբ ուղղակիորեն ուժ է կիրառվել Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ կարծես թե որևէ պատիժ Ադրբեջանի նկատմամբ չի կիրառվել։ Չենք խոսում 2023 թվականի սեպտեմբերին Արցախի նկատմամբ ռազմական գործողությունների եւ հաջորդած էթնիկ զտման մասին եւ որի արդյունքում որևէ ոչ միայն կոշտ ուժ, այլ նաև որևէ պատժամիջոց կամ կոշտ գնահատական Ադրբեջանի գործողություններին որևէ միջազգային կազմակերպության կողմից չի տրվել եւ այդպիսին դժվար է ակնկալել նաեւ որ կտրվի։ Տեսեք, հերիք չի, մենք ունենք ապակառուցողական շատ մեղմ բառ եմ օգտագործում Ադրբեջան, որի հետ մենք պետք է ընդհանուր հայտարարի գանք, թեև իհարկե կարելի է նաեւ շեշտել, որ 17 կետերի համաձայնեցումը, ինչպես նշեցիք, հայկական կողմի տարբեր զիջումների, փոխզիջումների արդյունքում ստանալ շատ բարդ է եղել, դա հեշտ բան չի եղել, կարող է շատ դիվանագետներ նյարդերը տեղի տային եւ
չլիներ սա, որովհետև Ադրբեջանի սադրիչը ռետորաբանությունն ու գործողություններն են ուղեկցել այս process-ներին, էթնիկ զտումը եւ այլն, հա։ Հերիք չի այսպիսի իրավիճակ ունենք։ Մի հատ էլ միջազգային խառնակ եւ քաոսային իրադրությունների իմաստով, որ շատ հանգիստ օրինակ հարվածներ են հասցվում, ենթադրենք հութիներին, հա, Եմենում եւ որևէ միջազգային այսպես բան չկա, հա, արձագանք չկա։ Իհարկե դրանք այսպես ահաբեկչական գործողություններով են զբաղվում եւ միջազգային առևտրին են խոչընդոտում կամ Ուկրաինայի պարագայում մենք տեսնում ենք, որ պատժամիջոցների կիրառումը կամ Ուկրաինային զենքից զրկելու սպառնալիքը կամ եւ այլ, դրանք կարող են կայացվել շատ արագ, հա։ Ինչ ճանապարհ եք տեսնում այս խառնակ իրադրության մեջ այսպիսի Ադրբեջանի հետ առաջ գնալու։ Գիտեք, ես կարծում եմ, որ իրականում այն իրավիճակ եւ ոչ միայն սա առհասարակ քաղաքագիտական միջազգային հարաբերությունների տեսաբանները ժամանակակից նրանց հիմնական պնդումներից մեկն է, որ աշխարհը վերադարձել է իր պատմական նորմալությանը, հա, որովհետեւ մեզ համար նորմալություն էր այն, ինչ գոյություն էր 1990-ական թվականներից հետո կամ առնվազն Սառը պատերազմի ժամանակահատվածում, երբ գոյություն ուներ որոշակի ստատուս քվո, երբ կողմերի միջև գոյություն ուներ ուժային հավասարակշռություն եւ աշխարհում պատերազմները ավելի սակավ էին։ Նույնը 1990-ական թվականներից հետո, երբ լիբերալ աշխարհակարգն էր այսպես հաղթարշավ ապրում, երբ այն հիմնական խոսույթը տարբեր պետությունների միջազգային կազմակերպություններին էր վերաբերվում, հա, որ տարբեր ինտեգրացիոն ծրագրերի միջոցով անդամագրվելով տարբեր միջազգային կազմակերպությունների հնարավոր է լինելու հաղթահարել կոնֆլիկտները, լիբերալիզմի տեսությունը, հա, այնպիսով ինչպիսով այն կերպ, ինչ կերպ որ այն գոյություն էր, դոմինանտ էր։ Այսօր կարծես թե աշխարհը փոխվել է եւ այլևս այդ իրավիճակը գոյություն չունի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը ժամանակակից եկավ այսպես ասած քար դնելու, հա, այն աշխարհակարգի, որը մինչ այդ գոյություն էր։ Եվ գերեզմանակար։ Գերեզմանակար դնելու։ Եվ եթե օրինակ Միացյալ Նահանգների նախորդ 46-րդ նախագահի վարչակարգը Ջո Բայդենի վարչակարգը փորձում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին դեռևս պահել այսպես համաշխարհային ոստիկանի դերում, այսօր մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը այդպիսի դերի ստանձնում չի ցանկանում վերցնել, ավելին բացահայտորեն ուղղակի հայտարարում է, որ նման դերը դեմ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային շահերին եւ իրենք չեն պատրաստում ոչ միայն ամբողջ աշխարհում, այլ նաեւ իրենց ավանդական դաշնակիցները եւ հյուսիսատլանտյան դաշինքում կատարել այդ ոստիկանի եւ զինվորականի դերը։ Այստեղ նաեւ լայն քննարկումներ են ծավալվում, օրինակ Արևելյան Եվրոպայում ամերիկյան զինված ուժերի կոնտինգենտը նվազեցնելու։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք եվրոպական տարբեր պետությունների մոտ անհանգստությունների աճ, տեսնում ենք ֆինանսավորման մեծացում սեփական ռազմական ուժերը ստեղծելու նպատակով։ Մենք նաև տեսնում ենք նոր պետությունների, նոր խաղացողների ուժերի աճ, ինչպիսին է օրինակ վերադարձած միջազգային հարաբերությունների տեսանկյունից Ռուսաստանի Դաշնությունը, մենք տեսնում ենք Թուրքիայի դերի աստիճանական աճը, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Եվ այդ նոր ուժային կենտրոնների միջև բախումները բավականին ցավոտ են եղել եւ լինելու են ապագայում եւս։ Այս տեսանկյունից որ մեզ համար ցավոտ չլինեն։ Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհագրությունով պարզապես գտնվում է բարդ աշխարհակաղակական իրավիճակում։ Ցավոք սրտի, երբ նայում ենք քարտեզում, քարտեզը տարբերվում է այն խոսույթներից, որոնք դոմինանտ են Հայաստանում, հա, Եվրոմիությանը ավելի շատ ինտեգրվել, թե Ռուսաստանի Դաշնությանը առավել ինտեգրվել։ Երբ նայում ենք քարտեզի, մենք տեսնում ենք, որ մեր ռեգիոնը, մեր տարածաշրջանը եւ Հայաստանի Հանրապետությունը գտնվում են այնպիսի մի իրավիճակում, երբ այստեղ հիմնական խաղացողները դրանք մերձարևելյան հիմնական խաղացողներ են, ինչպիսին օրինակ Թուրքիան, ինչպիսին Իրանի Իսլամական Հանրապետությունն է, ինչպիսին Կովկասյան պետություն Ռուսաստանի Դաշնությունն է վերջի վերջ, հա, որովհետեւ եկեք չմոռանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը եւս Կովկասյան պետություն է։ Հյուսիսային Կովկասը Ռուսաստանի Դաշնության տարածքն է վերջի վերջո։ Եվ այս տեսանկյունից հաշվի առնել այս ուժային կենտրոնների քաղաքականությունը նրանց հետ բանակցելը եւս կարեւոր է, ինչը նաեւ կատարվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Թե ինչպես առաջ գնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում բազմաշերտ է, հա, այստեղ զսպումը Ադրբեջանի մեկ բաղադրիչով ցավոք սրտի անհնար է։ Կներեք, որ ընդհատում եմ, շատ լավ բան եք ասում, բայց ես այդ զսպում բառը որ ասեցիք, հարկադրված եղա ընդհատել,
լսելով Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի Մայք Ուոլցի զանգը Բաքու, որը առաջին տողով ասում է, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի, երկրորդ տեղով բանտարկյալները պետք է ազատվեն, ակնհայտորեն հայ գերիների մասն է խոսքը, հաջորդի, որ պետք է վերջնականանա գործարքը համաձայնագրի, ըստ էության նկատի ունենալով ստորագրումը, իսկ ինչու ենք մենք եզրակացնում, որ դա ստորագրումը նկատի ունի, որովհետև պետքարտուղար Ռուբիոն էլ էր ասել, շնորհավորելով կողմերը, որ պետք է ստորագրվի եւ վավերացվի, այսինքն ընթացակարգային նշում էր արել, եւ ԱՄՆ-ն կմնա ներգրաված, քանի այսպես հարցը չի լուծվել, ըստ էության այդպիսի նաեւ ակնարկ կար ոսկեդարի այդ տողի մեջ, այ որ ասացիք զսպման տարբեր գործիքակազմեր, ես ուզում եմ հասկանալ, սա ինչքանով աշխատող մեխանիզմ կարող է լինել մեր բaragam, այ ԱՄՆ-ի ինչ շահն է, որ գա եւ Հայաստանի, Ադրբեջանի միջև իրավահավասար համաձայնագրին նպաստի։ Փորձեմ նախորդ մտքին կապել ձեր հարցադրումը։ Տեսեք, այդ զսպման մեխանիզմի կարևորագույն տարրը բնականաբար ռազմական զսպման գործոնը, երբ ուժերի հավասարակշռություն գոյություն ունի, երբ հակառակորդը հարվածելուց առաջ 2-3 անգամ պետք է մտածի, որքանով կլինի մեծ իր կորուստները, ինչ կշահի եւ ինչ կկորցնի, եթե նա դիմի ռազմական ագրեսիայի, հա։ Սա ամենակարևոր տարրն է զսպման քաղաքականության մեջ, բայց չի սահմանափակվում միայն սրանով, հա, նաեւ այստեղ այն ինչի մասին դուք խոսում եք, այժմ սա քաղաքական դիվանագիտական զսպման մեխանիզմներից մեկն է։ Ցավոք սրտի Ամերիկայի Միացյալ Նահանգների ունեցած գործիքակազմը այս տարածաշրջանում միայն բավարար չէ Ադրբեջանին զսպելու համար եւ առհասարակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից որևէ մեկը այս պայդրությամբ չունի միայնակ այնքան գործիքակազմ, որպեսզի կարողանա զսպի Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Նրանց համատեղ ջանքերը, այո, գուցե հնարավոր է, տարբեր ռեգիոնալ ակտորների ջանքերը կարող են զսպման մեխանիզմ հանդիսանալ այս տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերին Հարավային Կովկասում, սրանք գալիս են հիմնականում դարձյալ զսպման մեկ այլ մեխանիզմ, որը որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվում է մեկ իր մեր տարածաշրջանում ավանդական հակառակորդ Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցությունը տարածաշրջանի նկատմամբ թուլացնելու, երկու Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը մեր տարածաշրջանի նկատմամբ թուլացնելու տեսանկյունից։ Եվ սա մեկ կամ երկու վարչակարգերի քաղաքականություն չէ, առնվազն 2014 թվականից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնությանը զսպելը եւ նրա ազդեցությունը նվազեցնելը դարձել են առավել ակնհայտ, իսկ 2022 թվականից հետո դարձել է պարզապես գերակայություն, հա։ Եթե օրինակ հայ-ադրբեջանական հակամարտությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում մինչև 2014 եւ մինչև 2020-22 թվականները երեք երանախագահող պետությունները միմյանց հետ փորձում էին կոմպրոմիսների գալ, գտնում էին ընդհանուր հետաքրքրություններ, ընդհանուր շահեր լուծումներ գտնելու համար, ապա 2022 թվականից հետո այս պետությունների միջև համագործակցությունը նաև Հարավային Կովկասում վերածվել մրցակցության։ Ադրբեջանցիները բավականին հմտորեն այդ մրցակցությունից փորձում են օգտվել։ Եթե փորձենք պարզապես ադրբեջանական խոսույթները միջազգային տարբեր հարթակներում վերականգնել ուղղակի քրոնոլոգիական կարգով 2020 թվականից սկսած, կարող ենք մտաբերել, որ օրինակ 2021-22 թվականներին ադրբեջանցիները փորձում էին հետևյալ խոսույթ առաջ մղել, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Հայաստան-Ռուսաստանի կցորդն է, որ ռուսական զորքերը Հայաստանի տարածքից հայկական զինված ուժերի հետ պատրաստում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտել, մեծ հաշվով փորձում էին օրինակ արևմտյան լրատվամիջոցների եւ արևմտյան գործընկերների աչքերին այսպիսով լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ուժի կիրառումը։ Այնուհետև, երբ Հայաստանի Հանրապետությունը սկսեց առավել սերտորեն եւ առավել ակտիվ աշխատել արևմտյան կառույցների հետ, երբ 2023 թվականից հետո 2022-ի նոյեմբերից հետո հրավիրվեցի նաև Եվրոմիության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետություն, խոսույթը նույնությամբ, բայց հակառակ կողմից սկսեց արծարծվել, հա։ Այժմ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ, տարբեր գործիչներ Հայաստանի ԵԱՏՄ գործընկերների, ՀԱՊԿ գործընկերների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների մոտ էին պարբերաբար հնչեցնում, որ տեսեք Հայաստանը ոչ տարածաշրջանային դերակատարներ է
է բերում տարածաշրջան, նաև աշխատում է Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Այո, եւ այս խոսույթն էին փորձում արձակել։ Ֆրանսիան կներեք Միացյալ Նահանգները զինում են, որ Ադրբեջանի դեմ հարձակվի եւ այլ կներեք ապուշություններ։ Եվ այս տեսանկյունից, այսինքն քաղաքականությունը ոճը նման է, պարզապես այն դերակատարները հերոսների տեղերն են փոխվել, կարելի այստեղ ասել, հա։ Եվ այստեղ նաև Հայաստանի Հանրապետությունից է դիվանագիտական ջանքեր պահանջում, որպեսզի առ-ոչինչ դարձվեն, որքանով հաջող, որքանով անհաջող երբեմն ադրբեջանական քարոզչության այս տարերը։ Տեսեք, ադրբեջանական քարոզչությունը մեկ ակտիվ յուրահատկություն ունի ի տարբերություն Հայաստանի ներկայիս առնվազն համակարգի, Ադրբեջանում մի ամբողջ հսկայական ինֆորմացիոն բանակ է գործում, որը որ շատ վաղուց է ձևավորվել եւ այս բանակը շարունակում է իր մարտը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Մեր կողմից այժմ մենք չենք տեսնում դրա նմանությամբ տարվող քարոզչություն, հա, այսինքն Հայաստանի Հանրապետությունը այստեղ մի կողմից բարում է պաշտոնական տեսակետերով, որոնք որ պաշտոնական մարմինների ներկայացուցիչների կողմից են ներկայացվում եւ երկրորդ հատվածը դրանք անկախ գործող ԶԼՄ-ների միջոցով տրվող ինֆորմացիան է, որոնք որ Հայաստանից դուրս է գալիս։ Հակառակ կողմում մենք տեսնում ենք ամբողջական համակարգ, որը որ տրամադրված աշխատում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այդ թվում մենք տեսնում ենք տարբեր սոցիալական ցանցերում ֆեյքերի պարբերաբար ակտիվություն եւ նարատիվների հիրանցում, այո, դա կա։ Եվ վերջին կներեք այդ կեղծ ինֆոտերորը ես կասեի Ադրբեջանից, դա համաձայնագրի համաձայնեցումից 17 կետերից մի օր չանցած մեկ էլ պարզվեց, որ հայկական բանակը որոշել է 10 անգամ խախտել հրադադարը խեղճ Ադրբեջանի հետ, այսինքն միջազգային հանրությունը մի կողմից շնորհավորում է, որ վերջապես պատմական համաձայնություն կայացվեց Չիլիից սկսած Կիպրոս եւ հազար մի պետություններ, որոնք երբեք այսպես շատ հետաքրքրված էլ չէին, հա, այս թեման, բայց դիվանագիտական ժեստով ողջունում են։ Մեկ էլ պարզվում է, որ Հայաստանը կրակում է ըստ Ադրբեջանի զրպարտության Ադրբեջանի վրա, Հայաստան վարչապետը ասում է, եկեք կնքենք պայմանագիր, ադրբեջանցիները զուգահեռ հիշեցնում են իրենց լրացուցիչ պահանջների մասին, եւ ինձ հետաքրքիր է ուր է գնում այս process-ը, պարոն Պետրոսյան, դուք տեսնում եք։ Տեսեք, նախ ադրբեջանցիները փորձում են այստեղ շատ կարևոր է արձանագրել, թե երկու կողմերը նախ ինչ են ցանկանում։ Հայկական կողմը նշված իրավիճակում ռազմավարական նպատակ է դրել խաղաղությունը, հա, այսինքն Հայաստանի Հանրապետության կառավարության իշխանությունների կողմից ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ռևանշի չի գնում, ցանկություն չունի, եւ այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ուժերը օբյեկտիվորեն բավարար չեն այս պահին որևէ ալտերնատիվ այլ միջոց առաջարկելու կամ կիրառելու համար։ Ադրբեջանը հասկանում է բնականաբար այս իրավիճակը, որ տարածաշրջանում իրողություններ են փոփոխվել, ընդ որում ուժային բալանսը ծառայում է իր օգտին հնարավորինս եւ երկրորդ աշխարհակաղակական իրողությունները X բայի կարող են նրան թույլ տալ, որպեսզի կամ առավել մեծ ճնշումներ գործադրելով Հայաստանի Հանրապետությունից ավելի շատ զիջումներ կորզի եւ կամ նաեւ ինչ որ մի պահի ռազմական ուժ կիրառի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդպիսով առավել մեծ ձեռքբերումներ ունենալու ճանապարհով։ Միջանցքային եւ այստեղ որքան որ ուժերի հարաբերակցությունը թույլ կտա, հա, այսինքն եւ որքան որ փոքր կլինի ռիսկը մեծ կորուստներ կրելու Ադրբեջանի համար։ Եվ այստեղ նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից բանակի վերազինում, սպառազինությունների ձեռքբերում, սրանք Ադրբեջանի կողմից ընկալվում են որպես այդ ապագայում այդ հնարավորությունները սահմանափակող գործոններ, հա, եւ եթե օրինակ հիշենք, թե 2022 թվականի նոյեմբերին, երբ որ ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության ամբողջ արևելյան սահմանով ուժ էին կիրառում, ինչպես էին փորձում այդ ուժի կիրառումը լեգիտիմացնել, հիմնական դրույթներից մեկը նրանք որ մեջբերում էին, դա հետեւյալն էր, որ թույլ չեն տալու Հայաստանի Հանրապետության զինված ուժերին վերականգնվել, հա։ Եվ այս տեսանկյունից ադրբեջանցիները փորձում են ճնշումը մեծացնել։ Այստեղ նաև որոշակի նարատիվների մրցույթ է, այսպես, հա, այսինքն Հայաստանի Հանրապետությունից այն ազդանշանները, որոնք որ գնում են աշխարհին գործընկերներին, դրանք խաղաղության մասին, Հայաստանի պատրաստակամության մասին են, եւ Ադրբեջանը նաև փորձում է ապա լեգիտիմացնել հայաստանյան այս խոսույթ, հայաստանյան նարատիվը։
Միտքում ունենալով նկատի ունեք ապա լեգիտիմացնել իբր կրակում է Հայաստան այս մեղադրանքներով է ապա լեգիտիմացնում, հա։ Փորձ է կատարում ապա լեգիտիմացնելու, հա, կամ առնվազն ցույց տալու, որ խաղաղություն չկա, գոյություն չունի եւ այստեղ ներեցեք, որ ընդհատում եմ Ադրբեջանը կարող է նման բան անել եւ անում է, բայց միջազգային ընկալումը վերջին շրջանի այն մասին է, որ վերջապես կողմերը 17 կետերը համաձայնեցրին, ստորագրեք եւ Միացյալ Նահանգների երկու կարևոր պաշտոնյա հենց այդ ուղերձն են տալիս, հա, իսկ ինչու է Միացյալ Նահանգների դերը այսօր այսքան ընդգծված, որովհետեւ խաղաղություն ուժի միջոցով կարգախոսով են նրանք եկել իշխանության եւ կներեք նրանք որևէ քայլի առաջ չեն կանգնում իրենց պատկերացումը որևէ կողմի հարկադրելու համար։ Ես չեմ պնդի եւ չեմ ստի մեր հեռուստադիտողին, որ Բաքուն շուտով կռմբակոծվի կամ Ադրբեջանի նավթ ու գազային վաճառքի վրա պատժամիջոցներ կլինեն ամերիկյան։ Ես նման բան չեմ կարող ասել, որովհետեւ չկան այդպիսի նախանշաններ գոնե այս պայդրությամբ։ Բայց նրանց այդ ապալեգիտիմացման քայլերը Հայաստանի, հա, որ կրակում են ինչ խաղաղություն հանդիպում է ըստ էության Միացյալ Նահանգների այս տեսակետը։ Եթե միայն Ռուբիոն ասած լիներ, կարող ենք ասել դե պաշտոնյա է ասել է, բայց կոնկրետ երկու կարևոր պաշտոնյա այսպիսի բան են ասում։ Այ ինչ ակնկալել նույն մեր Միացյալ Նահանգների, այսպես ասենք, պաշտոնյաներից, որոնք տեսում են ապակառուցողական կողմը ով է, ագրեսիվ կողմը ով է, համաձայնագիրը ստորագրման ենթակա 5 րոպե պակաս, մարդիկ բերում են այլ պահանջներ։ Այ մենք կարող ենք օբյեկտիվ ակնկալիք ունենալ, որ օրինակ Միացյալ Նահանգների խաղի մեջ մտնելով Ադրբեջանին կհարկադրի հրաժարվել իր այդ դրացուցիչ պայմաններից, որոնք չկան համաձայնագրում, բայց որպես պայման առաջ են քաշում։ Ինչ կարող եք ասել, ինչ սպասել է սողության։ Դեք մարտավարության դիվանագիտական բանակցային մարտավարության տեսանկյունից այն ինչ Ադրբեջանը գործածում է նորություն չէ, հա, այսինքն տարիներ, տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները նույն մարտավարությունը կիրառել են նախկինում Կազանյան համաձայնություններից հրաժարվելու դեպքում եւ այլն։ Ալիևը թուղթը հանեց 10 պահանջ ներկայացրեց, երբ որ պատրաստ էր ստորագրման, սա զուտ պատմության համար։ Եվ այդ մարտավարությունը այժմ եւս շարունակվում է Ադրբեջանի կողմից։ Այն ինչը որ դուք եք նշում, դարձյալ վերադառնալով նախորդ մտքերին, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում բավարար գործիքակազմ պարզապես չունի Ադրբեջանի նկատմամբ այն աստիճանի ճնշում կիրառելու, որպեսզի կարողանան ստիպել ադրբեջանցիներին Հայաստանի Հանրապետության հետ ոչ միայն ստորագրել փաստաթուղթ, այլ նաև հետագայում պահպանել երկարաժամկետ խաղաղությունը, հա։ Բնականաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միություն, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, տարածաշրջանային մյուս պետությունները, այդ թվում նաև Թուրքիան շատ կարևոր դերակատարում ունեն։ Այդ թվում նաև Ադրբեջանի նկրտումները զսպելու չզսպելու գործում։ Եվ այստեղ դարձյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարևոր գործոններից մեկն է, որպեսզի կարողանան եւ հաջողվի Ադրբեջանին զսպել։ Սակայն բացառապես Ամերիկայի Միացյալ Նահանգները բավարար չէ, սա առաջին դիտարկում։ Երկրորդ դիտարկումը վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերակայություններին։ Վերջի վերջո այնպես չէ, որ Մարկո Ռուբիոն կամ Միացյալ Նահանգների այլ պաշտոնյաներ ամբողջ օրը մտածում են, թե ինչպես Հարավային Կովկասում լուծեն հայ-ադրբեջանական հակամարտությունը, հա, անհրաժեշտ է ամերիկյան արտաքին քաղաքականության, նայել առավել գլոբալ։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի գերակայությունը արտաքին քաղաքականության մեջ երկարաժամկետ վերաբերվում է այլ տարածաշրջանի։ Սա հարավ-արևելյան Ասիայի վերաբերյալ է, այստեղ Չինաստանի աճող դերի զսպման վերաբերյալ է, եւ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ նաեւ օրինակ Արևելյան Եվրոպան, Ամերիկայի Միացյալ Նահանգների երկարաժամկետ ռազմավարության այժմյան վարչակարգի երկարաժամկետ պլանների մեջ պարզապես չկա, հա, այստեղ այս տեսանկյունից Տրամփի խոստումները, նրա վարչակարգի քաղաքականությունը միջնաժամկետ հեռանկարում միտված են Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կայունացմանը եւ որի միջոցով նաեւ հնարավորություն կստեղծվի Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Ռուսաստանի Դաշնությանը առավելապես դուրս բերել չինական ազդեցության գոտուց, հա, այսինքն հիմնական այն խոսույթը, այն քաղաքականությունը, որը որ դրված է այժմյան ամերիկյան արտաքին քաղաքականության հիմքում, այս մասին է։ Հարավային Կովկասը Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ ոչ միայն առաջնային, երկրորդային, նաև երրորդային տեղերում չէ այս պայմանությամբ։ Այլ բան է, որ ակտիվ դիվանագիտական հարաբերություններ
ստեղծելու առավել ակտիվ աշխատանքի միջոցով հնարավոր է լինում երբեմն Ամերիկայի Միացյալ Նահանգների ուշադրությունը գրավել նաև մեր տարածաշրջանի վրա, որը գլոբալ արևելյան Եվրոպայի եւ Մերձավոր Արևելքի մի հատվածն է կազմում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության տեսանկյունից, որովհետեւ երբ նայում ենք միջազգային հարաբերություններին, ամերիկյան արտաքին քաղաքականությանը մեր տարածաշրջանից հաճախ մենք ընկնում ենք մոլորության մեջ, որ աշխարհը մեր շուրջն է պատտվում, իսկ աշխարհը մեր շուրջը ցավոք սրտի չի պատտվում եւ մենք փոքր շուկա ունենք այս տարածաշրջանում փոքր ռեսուրսներ եւ քիչ բան ունենք առաջարկելու գերտերություններին, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Այս տեսանկյունից դարձյալ Միացյալ Նահանգների դերը շատ կարևոր է, նրանց հետ անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական համագործակցություն հիմնել, անհրաժեշտ է Միացյալ Նահանգների աջակցությունը փորձել վայելել, շարունակել այն զարգացնել այն հարաբերությունները, որոնք որ ստեղծվել են եւ գոյություն են, սակայն օբյեկտիվորեն շատ բաներ այստեղ կախված չէ զուտ միայն Հայաստանի Հանրապետությունից եւ մեր աշխատանքից, եւ օբյեկտիվորեն նաեւ այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հարավային Կովկասն առհասարակ Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերի առաջնահերթությունների ցանկում չի գտնվում։ Շատ լավ։ Նախորդին Պուտինը եւ Թրամփը խոսում են 2 օր առաջ եւ 2 ժամից ավել խոսելով ըստ էության նրանք չհամաձայնեցին 30-օրյա հրադադարի շուրջ, թեև Ուկրաինան համաձայն էր, բայց Ռուսաստանի նախագահ համաձայնվեց ընդհանրապես էներգետիկ օբյեկտներին չարվածել, բայց ոնց որ թե չպահպանվեց։ Ամեն դեպքում կողմերը հայտնում էին այդ պայմանավորվածության խախտման մասին։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն Հայաստան-Ադրբեջան տիրույթում, կխնդրեմ բացատրեք ոնց է փոխկապակցված այս ռուս-ուկրաինական թնջուկի լուծմամբ։ Արդյոք եթե այնտեղ սառեցում տեղի ունենա, այդ ձեր ասած ամերիկյան ուշադրությունը կարող ենք ակնկալել, որ մի քիչ ավելի կմեծանա մեր ուղղությամբ, եթե այսպես կոնֆլիկտները հանգցնելու տրամաբանությամբ այս վարչակազմը աշխատում, բնական կլիներ ամեն դեպքում, որ 3-րդ, 5-րդ կամ 20-րդ առաջնահերթությունից այս ռեգիոնը գար մի քիչ ավելի առաջին պլան։ Ինչ եք նախ դուք տեսնում այսպես նեղ ռուս-ուկրաինական տիրույթում ամերիկյան միջնորդության պայմաններում, կրակը այդտեղ հանգցնելու պարագայում, ինչպիսի այսպես ուշադրության սևեռում ակնկալել մեր ուղղությամբ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ եւս օբյեկտիվորեն դեռևս հասունացած չէ ռուս-ուկրաինական հրադադարի կամ խաղաղության հասնելու ժամանակահատվածը, որովհետեւ ռուսական կողմի դրված պահանջները եւ Ռուսաստանի Դաշնության կողմի նպատակները իրագործված չեն։ Հա, Ռուսաստանի Դաշնությունը 2022 թվականին, երբ սկսում էր ռազմական գործողությունները Ուկրաինայի նկատմամբ, մի շարք պահանջներ էին դրված, այդ պահանջներից մեկը օրինակ Ուկրաինայի ապա ազգայնականացումներ, հա, այսօր Ուկրաինան Եվրոպայի ամենաազգայնական պետություններից մեկն է դարձել եւ ամենահակառուսական երկիրն է դարձել, պայմանավորված նրանով, որ 3 տարի այդ պետությունը արնակամ է եղել Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմում։ Երկրորդ, Ուկրաինայի ապառազմականացում։ Այսօր Ուկրաինան դարձել է արևելյան Եվրոպայի ամենառազմականացված պետությունը եւ դեռևս ուկրաինական ուժերը ունեն բավականին պոտենցիալ, չեմ կարող ռազմական փորձագետները առավել լավ գնահատականներ կարող են տալ, որքան 6 ամիս կարող է շարունակել միայնակ ընդ որում, հա, այստեղ որովհետև դեռևս անհրաժեշտ է հաշվի առնել, որ ուկրաինացիները ունեն եվրոպական աջակցությունը, որը որ շարունակում է տրամադրվել Ուկրաինային եւ այստեղ անհստակ է նաեւ ամերիկյան աջակցության ապագան, հա, որովհետև թե ինչ կլինի 1, 2, 3 ամիս անց ինչպիսի որոշումներ կկայացվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, կդադարեցվի օգնությունը, թե կշարունակվի այդ օգնությունը տրամադրվել Ուկրաինային, դեռևս հարցական է։ Գուցե օգնությունը շարունակում է եւ այստեղ ավելի շատ գուշակությունների տեղ է բացում մեզ համար, հա, ամեն դեպքում այս պահին մենք չենք տեսնում Ռուսաստանի Դաշնության պահանջների բավարարում եւ դրան զուգահեռ մենք նաեւ տեսնում ենք եվրոպական առաջնորդների կողմից, մասնավորապես օրինակ Ֆրանսիայի նախագահի կողմից պատրաստակամություն զորքեր տեղակայելու Ուկրաինայում, թեպետ ասում է, որ այդ զորքերը առաջնագծում չեն գտնվելու, բայց հետագայում պետք է երաշխավորեն խաղաղությունը, բնականաբար այս պայմանները Ռուսաստանի Դաշնության համար անընդունելի են լինելու,
այլապես ինչ կարիք կար պատերազմ հայտարարելու, եթե վերջնարդյունքը պետք է լիներ ՆԱՏՕ-ի ընդլայնում, եւ չհաշված այն հանգամանք, որ օրինակ Ֆինլանդիան եւ Շվեդիան ընդլայնեցին ՆԱՏՕ-ն եւ այսպիսով կրկնապատկվեց Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի Ռուսաստանը կանգնեցնելու պատճառ չունի։ Ռուսաստանը չունի իր նպատակները հասնելու չի հասել դեռևս իր նպատակների իրականացմանը եւ բացի Ռուսաստանն նաեւ Ուկրաինան ջախջախիչ պարտություն չի կրել եւ դեռևս շարունակում է ռեսուրսներ ունենալ դիմադրելու եւ նաեւ ուկրաինական քաղաքական էլիտայի մոտ առնվազն այն միտքը, որ իրենց շրջաններից դեռևս չեն հրաժարվելու, դեռևս շարունակում է ամրապնդված մնալ։ Այս հանգամանքների պարագայում ես այժմ օբյեկտիվորեն չեմ տեսնում լուծում քաղաքական կամ դիվանագիտական Ուկրաինայում ստեղծված այս իրավիճակից դուրս գալու համար։ Այն ուղղակիորեն բնականաբար կապված է նաև մեր տարածաշրջանի հետ, Հարավային Կովկասում ուժային հարաբերակցության հետ, որովհետև ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնահերթություններից ենք մենք դուրս մնում պայմանավորված, որ ոչ միայն ուկրաինական պատերազմով, այլ նաև Ռուսաստանի Դաշնության առաջնահերթություններից է Հարավային Կովկասը դուրս մնացել։ Ռուսաստանի Դաշնությունը կովկասյան պետություն է դարձել այստեղ վերհիշենք, եւ նաև սրանով պայմանավորված վերջին տարիներին զգալիորեն նվազել է այստեղ ռուսական ազդեցությունը։ Սրան զուգահեռ մեծացել է մեկ այլ տարածաշրջանային պետություն, Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա եւ սկիզբ առած ցույցերը Թուրքիայում, թե որքան կտևեն, ինչպիսի ելք կունենա, սրանով պայմանավորված նաեւ Թուրքիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում կարող է առավել ակտիվ կամ առավել пассив լինել, որը եւս որոշակի իր ազդեցություն է թողնելու մեր տարածաշրջանի վրա միջնաժամկետ հեռանկարում։ Երևանի ջանքերը Թուրքիային մի քիչ տեղից շարժել ակնհայտ են, դրանք ոչ միայն այսպես փափուկ միջոցներ են, ասենք թուրք լրագրողների այց Հայաստանի Հանրապետություն կամ Մարգարայի անցակետով գիտեք, որ Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու այդ պայմանավորվածությունը եւ որոշումը կա նաեւ այսօր կառավարությունը այնպեսի որոշում կայացրեց, այլ անընդհատ հայ պաշտոնյաների հիշեցումները Թուրքիային, որ մենք բան ենք պայմանավորվել, դա երրորդ երկրների քաղաքացիների ասես անցման հնարավորությունն է։ Թուրքերն էլ տարբեր մեսեջներ են տալիս, այնտեղ պետք է նաև գիտակցել, որ իրենց ԱԳՆ-ում տարբեր պաշտոնյաներ տարբեր տեսակետներ ունեն, մեկը ավելի հակված է հենց հիմա գնալ լուծումների, որոշները մի քիչ էլի պրոադրբեջանական գծի մեջ են, որ թե Ադրբեջանի պահանջները պետք է կատարվեն, այսինքն բայց ի վերջո Թուրքիան մնում է, այսպես ասենք, քայլերի չգնալու գծի մեջ, այդ թևն է հաղթում, քանի Հայաստան-Ադրբեջան տիրույթում պայմանագիր չի կնքվել, բայց կա համաձայնեցում, այ կարող է հայկական կողմը, այսպես ասենք, այս 17 կետերի համաձայնեցված լինելը Թուրքիայի հետ այսպես ասենք քննարկման առարկա դարձնել, որ խնդիրը մեր մեջ չի, թեև երևի թուրքերը լավ էլ գիտեն, որ մեր մեջ չի այդ խնդիրը, 17 կետը համաձայնեցված է, ձեր փոքր եղբայրը չի ստորագրում, որ ասում եք այդ մեծ երկրներից մեկը Թուրքիան այստեղ փորձում է պես ակտիվություն դրսևորել, Հայաստանի շանսերը այս խոսակցության ինչպիսին են, ինչ եք մտածում։ Տեսեք, առհասարակ Թուրքիայի ազդեցությունը մեր տարածաշրջանում վերջին տարիներին զգալիորեն մեծացել է։ Այստեղ նաև շատ կարևոր է Թուրքիայի աներկբա քաղաքական աջակցության դերը Ադրբեջանին, հա, լիներ դա 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, թե դրանից հետո։ Թուրքիայի աջակցությունը նաև ինչիք էր դարձնում այլ պետությունների ջանքերը, որպեսզի փորձեն Ադրբեջանի դիվանագիտական ճնշման ճանապարհով զսպելու, հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում Էրդողանի հայտարարությունները, երբ վերջինս սպառնում էր անգամ Միացյալ Նահանգների նախագահին, որ ինչ որ մարդիկ իմ եղբորը սպառնում են, որ սանկցիաներ կիրառեն, մի սպառնացեք, ներգլուկ ոչինչ չեք կարող անել եւ այլն։ Այսինքն այս տեսանկյունից քաղաքական ազդեցությունը Թուրքիայի մեր տարածաշրջանում բավականին մեծացել է եւ նաեւ ռազմական ներկայությունը Ադրբեջանում է առավել կարեւոր դարձել 44-օրյա պատերազմից հետո, չմոռանանք, որ Շուշիի հռչակագիրն է նաեւ կնքել, որը ֆորմալիզացրել է ռազմաքաղաքական այն դաշինքը եւ առավել ամրապնդել է այն դաշինքը, որը արդեն իսկ գոյություն ուներ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Հայաստանի Հանրապետության քայլերը միտված են Թուրքիայում հասարակական տրամադրությունների փոփոխությանը,
բնականաբար նման քայլերի կարիք կա Թուրքիայի հետ առհասարակ անհրաժեշտ է աշխատել, որովհետև ադրբեջանցիները օրինակ 2008-9 թվականներից հետո Թուրքիայում զգալիորեն մեծացրել են իրենց աշխատանքի ինտենսիվությունը, այդ թվում նաև քաղաքական, հասարակական ազդեցությունը մեծացնելու տեսակետից, ներդրումներ կատարելով, տարբեր լրատվամիջոցների ֆինանսավորելով, հասարակական կարծիքի վրա ազդեցությունը մեծացնելով եւ նաեւ այսպիսով ճնշում փորձելով գործադրել հարկ եղած պարագայում քաղաքական իշխանությունների վրա։ Սակայն այստեղ նաեւ շատ կարևոր է առանձնացնել այն պաշտոնական դիրքորոշումը, որը որ Թուրքիայի քաղաքական էլիտայի կողմից բարբերաբար հնչվել է։ Տեսակետները Թուրքիայի ներսում տարբերվող են, այսինքն գոյություն են լիբերալներ, որոնք որ ավելի շատ կողմ են, որպեսզի Թուրքիան իր հարաբերությունները նաև Հայաստանի Հանրապետության հետ կարգավորի, այդպիսով ավելի շատ մեծացնի իր ազդեցությունը տարածաշրջանում, բայց անհրաժեշտ է հաշվի առնել քաղաքական գործող քաղաքական էլիտայի պաշտոնական դիրքորոշումը։ Իսկ դրա հետևյալի մասին է, որ առանց ադրբեջանցիների հետ համաձայնեցնելու Թուրքիան իր սահմանները չի բացելու Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ արդեն 3 տարի է 3 տարի է արդեն իսկ գոյություն ունի պայմանավորվածություններ, օրինակ երրորդ պետությունների համար սահմանային անցակետը բացելու, սակայն մենք տեսնում ենք, որ այստեղ եւս դեռևս գոյություն չունի զգալի տեղաշարժ։ Հայաստանի Հանրապետությունը փորձում է ձեր կողմից 17 կետերը կարող են որոշ ժամանակ հետո Ադրբեջանի կողմից դառնալ 20 կետեր, քանի դեռ ադրբեջանցիները ունեն ճնշում բանեցնելու բավական գործիքակազմ։ Այն պահից սկսած, երբ որ ադրբեջանցիները եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեցին, որ խաղաղության տեքստը համաձայնեցված է, որ վերջին 2 կետերի շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերել, 1-2 ժամ չանցած այդ պահից ադրբեջանցիները, ընդ որում ոչ թե Ադրբեջանի անկախ փորձագետները, այլ պաշտոնական ադրբեջանական մարմինները եւ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեցին այն մասին, որ հետագայում նաեւ անհրաժեշտություն է լինելու Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որը 17 կետերի մեջ չկար։ Այնուհետև սկսեցին դարձյալ ակտիվացնել, օրինակ, այսպես կոչված միջանցքային նարատիվը, որը որ ադրբեջանցիների մոտ կար։ Այնուհետև Ադրբեջանի նախագահը, օրինակ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էր, որ 3 համանախագահող պետությունները տարիներ շարունակ եղել են միայն Հայաստանի դաշնակիցները եւ ջանք չեն դրել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն լինի, այնինչ այսօր ադրբեջանցիներին ճակերտավոր հաջողվել է տարածաշրջանում ամենակայուն խաղաղությունը հաստատել եւ այլն։ Այս տեսանկյունից այն պահանջները, որոնք որ Ադրբեջանի կողմից դրվում են, դրանք շարունակելու են բնականաբար դարձյալ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որպես ճնշման գործիքներ կիրառվել եւ դրա համար բարենպաստ իրավիճակ դեռևս գոյություն ունի տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էին Գոռ Պետրոսյանին։